ու վերջերս լրագրողը ինձ հարցնում էր, ասում էր, ի՞նչն է ամենաբարդը քաղաքականության մեջ։ Զարմացած նայում եմ, ասում եմ, բարդ բան չկա։ Բարդ բանը քաղաքականություն մտնելու որոշում կայացնելն է։ Ու հիմա էլ ես չեմ ուզում այդ խորհուրդը տալ, բայց մի բան շատ եմ խնդրում քեզ, լինել ակտիվ։ Դու կարաս չզբաղվես քաղաքականությամբ, բայց դու պարտավոր ես եւ պարտավոր ես նաեւ քո ընկերներին հորդորել, ստիպել, խնդրել, չգիտեմ, ինչ բառ ուզում ես ընտրի, գնալ ու մասնակցել ես ընտրություններին։ Ամենակարևոր բանը, որը որ դու կարաս անես, քաղաքականություն կմտնես, չես մտնի, դա քո քաղաքացիական պարտքն է, մասնակցել ընտրություններին։ Այս իշխանությունների հույսը ինչն է, որ լինի ցածր մասնակցության ցուցանիշ, իրենք մոբիլիզացնեն իրանց ընտրազանգվածին ու կարողանան վերարտադրվել։ Դրա համար շատ կարևոր է ձեր հարազատներին, ձեր բարեկամներին, ձեր ընկերներին, ընկերուհիներին, բոլորին համոզեք, որ քո ձայնը կարևոր է։ Մարդկանց տարիներով, մի քիչ նախորդ իշխանություններին քննադատեմ, ինչ են համոզել, չէ՞, ասել են, որ դե քո ձայնը կարևոր չի, դու խելոք տունը նստի, քո փոխարեն մենք կորոշենք, ոչ, քո փոխարեն ոչ մեկ չի որոշելու, ու որևէ մեկը իրավունք չունի այդ որոշումը կայացնելու, ու դու մի բանի համար ես գնալու, քո ընտրությունը գիտես ինչի մասին է լինելու, իմ գործընկերները խոսեցին դրա մասին, կարևորելով փոփոխությունները։ Դու մի բանի համար պետք է ընտրես, ընտրություն կատարես, ու այն մարդիկ, որոնց դու հորդորելու ես, ու որոնց ես վստահ եմ դու բացատրելու ու համոզելու անհրաժեշտություն կունենաս։ Դու գնում ես եւ հունիսի 7-ին ընտրում ես մարդու, ով վաղը գնալու է Իլհամ Ալիևի, Էրդողանի, Պուտինի, Թրամփի, եթե իհարկե մնա, դրանց հետ բանակցելու։ Դու այդ մարդուն ես ընտրում։ Հիմա դաշտում մոտ 20 խաղացողներ կան, չէ՞, ընտրությունն է փոքր, Հայաստանում 20 հոգի, 20 ուժ մասնակցում է ընտրություններին։ Շատերը ոսկի սարեր են խոստանում, ինչպես բոլոր ընտրությունների ժամանակ, բայց դու այս մի ընտրությունը պետք է կատարես։ Էլի ասֆալտի մեջ պետք է ընտրես, էլի լավ ապրելու մեջ պետք է ընտրես, էլի լիքը ուրիշ լավ խոստումների մեջ պետք է ընտրես, բայց հիմնական կարևորագույն քո առաքելությունը նա է, որ դու այդ հարցին կարողանաս պատասխանել եւ այդ առաքելությամբ գնաս ընտրության։ Եվ մի լավ բանաձև կա, որպես ամփոփում իմ խոսքի, այս ընտրությունները մի բանի մասին են՝ փորձանքի, փորձարկման ու փորձառության։ Ես ուզում եմ, որ դուք հունիսի 7-ին գնաք ու ընտրեք փորձառությունը ու խորհուրդ տաք ձեր